Նախ շնորհակալություն հարգելի գործընկերներ ձեզ բոլորիդ ներկայության համար։ Վստահ եմ, որ մեր բոլորիս նպատակը այսօր մեկն է այստեղ գտնվելու, որպեսզի թույլ չտանք, որ մարդու ազատ կամ արտահայտումը եւ ձայնի իրավունքը որևէ մեկը սահմանափակվի, որտեղ այս ամենը ժողովրդավարության ակունքներում է եւ մենք այսօր մեր ժողովրդի քվեն, այո, պաշտպանելու ենք։ Անկեղծ ասած, երբ առավոտյան տարածվեցին հաղորդագրությունները հակակոռուպցիոն կոմիտեն, եթե ասեմ զարմանալի էր ինձ համար, ոչ, որովհետև ապրում ենք քաղաքում եւ վերջին օրերին հատկապես տարբեր քաղաքացիներից ահազանգեր ստանում ենք։ Ես մշտապես յուրաքանչյուր քաղաքացու հորդորել եմ գնալ եւ օրինական ձևով հաղորդում տալ հանցագործության մասին։ Այսինքն, որ միջամտում են, ներգործություն են ունենում կաշառքի տեսքով, խոստումների տեսքով, վառելափայտի, սննդի տեսքով, քաղաքացիները մեզ մոտեցել են։ Եվ եթե ասեմ, որ այս ամենը ինձ համար զարմանալի էր, միամտություն կթվար։ Ինչն է այս ամենի կարևոր հենքը, որ նախորդի տարածված ճնշումները, սպառնալիքները տեխնացուների մեկի կողմից, այսօր արդեն ներգործությունը կաշառքի միջոցով փորձում են քաղաքացուց խլել իր ձայնը, այն ամենը, ինչ վերադարձվել է 2018 թվականից։ Եվ այս ամենով նույնիսկ շատ մարդիկ ու քաղաքական ուժեր ներքաշում են այն քաղաքացիներին, որոնք տեղյակ չեն գործընթացից, որովհետև ինչպես գիտեք, քրեական օրենսգրքով եւ կաշառք տալը, եւ կաշառք ստանալը, եւ կաշառքի միջնորդությունը քրեորեն պատժելի է։ Այսինքն քաղաքացին, որը ապատեղյակ եւ իրեն թվում է, որ այսօր ինչ որ մեկը իրեն օգնություն է ցուցաբերում, ներքաշվում է եւ քրեական հետապնդման օբյեկտ է դառնում, ինչը ընդունելի է։ Այսինքն քաղաքացու սոցիալական վիճակը օգտագործել եւ նրան ներքաշել հանցանքի մեջ, դա որևէ բարոյական սահման պետքա չունենա եւ այս պարագայում ես չեմ ուզում հստակ պիտակավորումներ տալ մարդկանց, բայց պարզ է, որ նման գործարքները եւ նման գործողությունները խիստ պարսավելի են։ Քաղաքական գնահատականի առումով իմ գործընկերները խոսեցին, ես ուզում եմ ասել, որ որպես կառավարող ուժ, այո, մենք տեր ենք կանգնելու մեր քաղաքացու քվեին եւ որևէ մեկի մտքով չանցնի, որ Հայաստանի քաղաքացու քվեն կարող են իրենք գողանալ։ Սա պարզ պետք է լինի, եւ մենք թույլ չենք տա, որ մեր քաղաքացու հետ հայոյանքով խոսեն, սպառնալիքով խոսեն, հետո ընտանիքի անդամներին առավելապես տղամարդկանց գնան բերման ենթարկվեն։ Հասկանում եք, այս մարդիկ ոչինչ են, իրենց քաղաքական անցյալը ուզում են վերականգնել։ Ես ամբողջ քարոզարշավի ընթացքում կարմիր գծով անցնում եմ, սիրելի գործընկերներ, դուք եւս հետևել եք, որ տեխնացուներից մեկը ինձ որպես կին թիրախավորել եւ բուլինգ է ենթարկում։ Իրեն թվում է, թե ինձ կարելի է խեղճացնել այդ բառամթերքով։ Հայաստանը օրինական պետություն է, իրավական պետություն է եւ նման մարդկանց տեղը իրենց ցույց տված սիրելի վայրում է, գաղութում։ Ինչ մնում է այսօրվա դեպքերին։ Ցանկացած մարդ, ով փորձում է ներգործություն անել քաղաքացու վրա, վստահ չի իր ուժերին։ Ինչն է խնդիրը, եթե Գյումրեցին այսօր գնում է եւ ընտրում է X կամ Y քաղաքացու քաղաքական ուժին, մեզ համար դա իհարկե օրենք է։ Եվ եթե բոլորը ասում են, որ քաղաքացիական պայմանագիրը ոտ է, թույլ է, պարտվում են, բա ինչու՞մն է հարցընկերներ, ինչու է աղմկում գետը։ Եթե այդքան վստահ եք ձեր ուժերի վրա, դե գնացեք գրեք։ Եղավ մի 2 ամիս է մարդիկ երիտասարդական հավաքներ են անում, գումարներ են բաժում, այդ թվում փորձում են լրագրողներին ներքաշեն։ Գիտենք ամեն ինչից տեղյակ ենք։ Հանցագործության մասին հաղորդում ներկայացրել եք այդ մասով։ Բոլոր այն պնդումները, որոնք կան, իմ այս պահի դրությամբ ներկայացված հաղորդում է նաև հանցագործության մասին։ Դուք չգիտեք, որ տեխնացուներից մեկը եղավ մի ամիս ինձ հետապնդում է իր խոսույթով։ Ինչի որ կին եմ դրա համար։ Ո՞ր մեկը։ Վարդան Ղուկասյանը։ Այսինքն պիտակավորելով ինձ իմ ընտանիքի անդամներին, դե գիտես սպառնալիքները, հայոյանքները կարող է մեզ վախեցնեն։ Բացառվում է։ Ինչ մնում է այսօրվա իրադարձություններին։ Ես ուզում եմ խոսքով դիմել գյումրեցիներին։ Սիրելի գյումրեցիներ, ձեզանից փորձում են խլել ձեր երեխաների ապագան։ Այնինքն այն 5000-10000 դրամը, որ նախկինում կար, ուզում են վերադարձնել։ Ես չգիտեմ հիմա ինչ գումարի չափերի մասին է խոսվում, կամ այսօր ձայնագրություն եմ լսել, որի մեջ ասվում էր ինչ որ վառելափայտ եւ այլ առարկաների միջոցով, ես կարծում եմ, որ շատ մարդիկ չեն գիտակցում, որ իրենց ներքաշում են ընտրակաշառքի մեջ։ Մարդը մտածում է, հա դե լավ է, օգնություն են ցույց տալիս։ Օգնություն թող ցույց տային նախորդող ժամանակաշրջանում, հետո, բայց ոչ ընտրությունների նախաշեմին։ Եվ ուզում եմ սիրելի գյումրեցիներ, ձեզ դիմել
Մի թույլ տվեք, որ ձեր երեխայի վաղվա օրը խլեն ձեզանից մի քանի դրամով։ Որովհետև սա վերաբերում է մեզանից յուրաքանչյուրին, ինձ, այս սրահում նստածներին, իմ գործընկերներին, լրագրողներին, եւ սա իրապես խնդիր է։ Ես չեմ ուզում որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել, որովհետև մենք ասուլիս ենք որոշել իրականացնել, հետո պարզվեց մեկ քաղաքական ուժի ներկայացուցիչի հետ էլ կապված ինչ-որ խուզարկություններ կան, թող իրավապահները համապատասխան հաղորդագրություն տարածեն եւ իրավական գործընթաց տանա, բայց այն ամենը, ինչը որ առերևույթ հանցագործության նշաններ ունի, դա իհարկե պարսավելի է եւ չի կարելի թույլ տալ, որ որևէ մեկը ներգործություն ունենա գյումրեցու վրա։ Մարդիկ գյումրեցիներին բաժանում են ամենայն հարգանքով բոլոր գյուղաբնակների հանդեպ։ Ասում են գծի հետևի մարդիկ գյուղից են։ Վատ եք, Գյումրի որ քաղաքեր դուք ուր եք։ Այդ ինչից որոշեցիք, որ իմ քաղաքի մի կեսին դուք կարող եք բաժանել եւ անվանել գյուղացի։ Ես առաջարկում եմ այդ մարդկանց վերհիշել իրենց քաղաքական անցյալը եւ ընտրական գործընթացին չհամարձակվեն հանգարց որևէ գյումրեցու վրա որևէ ներգործություն ունենան։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն Սարիկ Մինասյան Սարի պես Գյումրու թիկունքին Քաղաքացիական պայմանագիր Քվեաթերթիկ համար 1